ով հաղթեց վաղարշաբաթում։ Վաղարշաբաթում հաղթեց ժողովրդավարությունը։ Ակնհայտ է արդյունքներից ելնելով, ծայրերի բաշխվածությունից ելնելով, որ հաղթեց ժողովրդավարությունը։ Սա ամենակարևորն է։ Ես այդպես եմ կարծում։ Ես դրանում վստահ եմ եւ սա հերթական անգամ պետք է նշեմ 18 թվականի իշխանափոխության ձեռքբերումներից ամենակարևորագույնն է, որ մենք ունենք ընտրություն, որտեղ չկա վախի մթնոլորտ, որտեղ չկա իրենց լեզվով պետք է սա ասեմ, դվիժենի, երբ որ մարդկանց դվիժենիով վախացնում էին մարդկանց։ Ցանկացած թաղում Երևանյան կամ ցանկացած փոքր գյուղում կամ քաղաքում այդ դվիժենին էր սկսվում, երբ որ մարդիկ ջպերով նորից իրենց լեքսիկոնը կիրառեմ, ֆրֆրում էին այդ թաղում կամ քաղաքում մարդկանց վախեցնելով եւ ահաբեկելով եւ ստեղծելով տպավորություն, որ ուժը իրենք են եւ բոլորը պետք է այդ ուժին ենթարկվեն։ Ես չեմ ասում ինչ է եղել է արդեն այլ մակարդակներում, կուլիսային մակարդակներում, ասում այն ինչ որ երևում էր։ Փառք Աստծո այդ ամենը չկա։ Սա ժողովրդավարության հաղթանակ է, սա ձեռքբերում է եւ ես հուսով եմ, որ մեր բոլոր ընտրությունները լինելու են այնպես, ինչպես եղել են վաղարշաբաթում, առաջին հերթին այն ընտրությունները, որոնք 26-ի հունիսի 7-ին են լինելու։ Սա ինչ վերաբերում է ով հաղթեց վաղարշաբաթում։ Իդեպ երկրորդ հարցը մեր ձևով է, ասում է, եթե մենք մասնակցեինք, մենք հաղթելու էինք։